Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների միջև վիճակագրության վերաբերյալ փոխհմբռնման հուշագիրը։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Հուշագիրը ստորագրվել է հոկտեմբերի 3-ին Անկարայում։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահ Ժելկո Կոմշիչին։ Նամակում ասվում է. Ադրբեջանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի միջև հարաբերությունների վերելքը գոհունակություն է առաջացնում։ Մեր կայուն աճող քաղաքական շփումներն ու ակտիվ երկխոսությունը ուղեկցվում են մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ։ Վստահ եմ, որ երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված Ադրբեջանի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի միջև հարաբերությունները այսուհետ էլ կզարգանան մեր համատեղ ջանքերի շնորհիվ, իսկ համագործակցությունը կշարունակվի ամրապնդվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրառում է կատարել սոցցանցերի իր էջում հայկական օկուպացիայից Քելբեջարի ազատագրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ գրառման մեջ ասվում է. Մեր հաղթանակի պատմությունը 2020 թվականի նոյեմբերի 25 Քելբեջար։ Այսօր լրանում է Քելբաջարի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրման 5 տարին։ Քելբաջարը պետք է վերադարձվեր Ադրբեջանին դեռ 2020 թվականի նոյեմբերի 15-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության համաձայն։ Սակայն հայկական կողմը լրացուցիչ 10 օր ժամանակ խնդրեց տարածքից իր ստորաբաժանումները դուրս բերելու եւ վերաբնակներին այնտեղից հանելու համար։ Հումանիզմ դրսևորելով Ադրբեջանը համաձայնեց հետաձգել Քելբաջարի վերադարձը մինչև նոյեմբերի 25-ը։ Քելբաջարի շրջանը Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել էր 1993 թվականի ապրիլի 2-ին։ Այսօր Ադրբեջանի եռագույն դրոշը հպարտորեն ծածանվում է Քելբաջարի շրջանի, ինչպես նաև ազատագրված այլ հողերի վրա։ Ներկայումս Քելբաջարում վերականգնման աշխատանքներ են ընթանում, կառուցվում են նոր ենթակառուցվածքներ։ Սկսվել է Քելբաջարի շրջանի ավելի քան 71000 բնակիչների իրենց տներ վերադարձի գործընթացը։ Սկսվել է Քելբաջարի շրջանի ավելի քան 71000 բնակիչների իրենց տներ վերադարձի գործընթացը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բոսնիայի եւ Հերցեգովինային այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին նշված է նախարարության X-ի էջում զետեղված գրառման մեջ։ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ազգային տոնի արդիվ շնորհավորում ենք Բոսնիայի եւ Հերցեգովինայի կառավարությանը եւ ժողովրդին։ Շնորհավոր ազգային տոն, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։ Բաքվում իր աշխատանքն է սկսել նավթագործ ինժեներների ընկերության կողմից կազմակերպված Կասպյան տեխնիկական համաժողով 2025-ը։ Այս տարվա համաժողովն անցկացվում է սոկարի աջակցությամբ եւ կրում է «Սովորում ենք անցյալից, թարմացնում ներկան, ոգեշնչում ապագան» թեման։ Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կանցկացվեն թվայնացման, արհեստական բանականության կիրառման, հանքավայրերի մշակման արդյունավետության բարձրացման, անվտանգության եւ կայուն մատակարարման վերաբերյալ, որոնք տարածաշրջանային էներգետիկ զարգացման հիմնական ուղղություններից են։ Ծրագիրը ներառում է բացման արարողություն, տարածաշրջանային մրցանակների շնորհում, 2 բարձր մակարդակի լիագումար նիստեր եւ ավելի քան 20 թեմատիկ բաժիններ։ Համաժողովում կներկայացվեն ինչպես գործնական օրինակներ, այնպես էլ վերլուծական զեկույցներ։ Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային վարչությունները քննարկել են համագործակցության ամրապնդումը եւ հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային հատվածների զարգացումը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական երկաթուղիների մամուլի ծառայությունում։ Բանակցությունները տեղի են ունեցել Բաքվում։ Երկկողմ համագործակցությունից բացի կողմերը քննարկել են Աստարայի տերմինալի զարգացումը, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի միջև երկկողմ փոխգործակցության ընդլայնումը։ Ռուսաստանի խոսքով ադրբեջանական երթուղիները ծրագրում է ավարտին հասցնել Աստարայի տերմինալի շինարարությունը Իրանի տարածքում 2026 թվականի առաջին երամսյակում։
Ներկայդրությամբ ավարտվել են նախագծային աշխատանքների մոտ 94%-ը եւ շինարարամոնտաժային աշխատանքների մոտ 82%-ը։ Տերմինալը, որը հաջորդ տարի կհասնի լիարժեք հզորության, հնարավորություն կընձեռնի ավելացնել միջազգային հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումների ծավալը եւ ավելի արագ իրականացնել լոգիստիկ գործողությունները։ Ներկայումս Խանքենդի, Աղդերե եւ Խոջալու շրջաններում ապրում են ավելի քան 23000 մարդ։ Մի քանի բնակավայրերում ընթանում են վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ։ Այս մասին հայտարարել է Խանքենդի քաղաքում Աղդերե եւ Խոջալու շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ տեղակալ Սաբուհի Գահրամանովը։ Սահմանադրության եւ ինքնիշխանության տարվան նվիրված շարժական երիտասարդական ծառայություն նախագծի շրջանակներում Ղարաբաղի համալսարանում կայացած միջոցառման ժամանակ նա ընդգծել է, որ ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով։ Տարածաշրջանում ինտենսիվորեն իրականացվում են նաև ենթակառուցվածքային նախագծեր։ Կառուցվում են նոր ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներ, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման համակարգեր։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերագուզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 10-13, ցերեկը 15-18 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարտիրում սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 5-10, ցերեկը 17-21 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3-8, ցերեկը 13-18 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալիում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 5-16, Աղդամում, Ֆիզուլիում 6-15, Ջաբրայիլում, Զանգիլանում, Կուբատլիում 7-16, Լաչինում եւ Քելբեջարում 1-12 աստիճան տաքություն։ 102.7 FM